շատ դեպքերում որոշակի ենթակառուցվածքներ համայնքային չեն։ Դրանք պետական գույք են եւ այդ պետական գույքը պետք է հասկանանք ոնց ինչպես ենք իր հետ վարվում։ Երևանի քաղաքապետարանը շարունակաբար ինչ որ աշխատանքներ իրականացնում է, բայց կրկին էլի մոտավորապես նախորդ իմ ասած խնդրին է առնչվում։ Այսինքն կան խնդիրներ, որոնք որ տենց անորոշ են, օդում կախված են, ֆինանսավորման հարցեր կա այդ խնդիրների հետ կապված եւ պետքա որոշենք ով է դրա պատասխանատուն։ Եվ ես համաձայն եմ ձեզ հետ, որ անձրևատարերը, ջրահեռացման համակարգերը, կոյուղատարերի 400 վթար ենք ունեցել միայն մի շաբաթվա ընթացքում, նախորդ շաբաթ։ Եվ դրա տերը Երևանի քաղաքապետարանը չի։ Մենք գնում լուծում ենք անընդհատ, բայց մաշվածությունը նաև այդ համակարգերի տենց արդեն աննկարագրելի է։ Հիմա հետևաբար վստահաբար մենք օրինակ նախորդ տարի 13-14 կիլոմետր կոյուղի ենք ներդրել Երևան քաղաքում 2023 թվականին կրկին 13-14 կիլոմետր կոյուղի ենք սարքել մուշական համայնքում եւ այլ այս տարբեր տեղեր նախորդ տարի 35 հասցեում արել ենք հիմա անկեղծ ասած այդ արել ենք եւ պետքա նվիրաբերենք ամենայն հավանականությամբ կառավարությանը, որովհետև դա պետական գույք է, որը հետո կառավարությունը պետքա հանձնի արդեն նախարարության միջոցով Veolia-ին եւ կարճ ասած տենց կոմպլեքս մի հատ հարց ունենք, որը որ տենց երկար ժամանակ նորմալ տենց կոմպլեքս անդրադարձ չենք ունեցել դրան, պետքա ունենանք հիմա քաղաքապետարանը իր ռեսուրսների, այո, ինչ որ ներածին չափով կարա անի, բայց այդ ռեսուրսներն էլ անսահմանափակ չեն։ Շնորհակալություն